Այսօր վաղ առավոտյան այրել են Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող ավտոմեքենան։ Նշենք, որ Գևորգ Ստեփանյանն ավելի վաղ իր սոցցանցի ուղիղ եթերում հայտնել էր, որ այս ամենը կատարվել է իր կոռուպցիոն բացահայտումներից հետո եւ Արմնուրեմին հայտնեց, թե որ բացահայտումից հետո է տեղի ունեցել դեպքը։ Այս ամեն ինչ կատարվում է, այս մի քանի օր է, այս Նոր Թորքի թաղապետարանում տեղի ունեցած, այս ամեն ինչի հիմքը կոռուպցիա բացահայտելն է, ԿՊ-ն եւ Հանրապետությունը միատեղ, միամուր ուժերով վերջին ճակատամարտ են տալի իրենց թալանածը պահպանելու համար, որը որ չի ստացվելու, հիմա անցել են ասենց արդեն կարմիր գծերը, գալիս են ընտանիքի մեքենան, երեխաների, որ երեխաներին է տանում, մեքենան են այրում, այո, վառել են մեքենան, երևի մտածելով մի տահասներ, մի քանի թուր ըմբռնվածներ, որ կարող է դրանով ինձ ինչ-որ վախեցնեն կամ ինչ-որ հետ կանգնեցնեն, ոչ չի լինելու, էլ ավելի հետաքրքիր կոռուպցիաները բացահայտվելու, հենց մեկը ներքին Շենգավիթի, հենց որտեղ որ գտնվում ենք, ներքին Շենգավիթն իր փողոցները, որը որ 1 տարի առաջ դուրս են գրել Երևանի բյուջեից այդ գումարները, որ պետք է փոսալցում, ասֆալտապատում անեն ու մինչև 1 տարի անցել ոչ մի բան չեն արել, նույն մանկապարտեզների թեմաները, նույն կոյուղատարի, որ հիմա 10 րոպե անձրև եկավ, քաղաքը նորից հեղեղված է ջրի մեջ, այս մարդիկ ոչ կոմպետենտ են, այս մարդիկ եկել են իրենք թալանել են արդեն, այս մի քանի տարվա մեջ, հիմա կռիվ ու մենամար ճակատամարտ են տալի թալանը պահպանելու համար, որը որ բացարձակ չի ստացվելու իրենց հետ։ Այսինքն ամեն բան կապված է թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի հետ։ Միայն ոչ թաղապետարանում, միջև այդ էլ մենք ինչ սկսել ենք զբաղվել ավականու գործունեությամբ, բացահայտել ենք տարբեր տեսակի մսխումներ, որոնք որ չեն կարողացել կուլ տալ, հիմա մարդիկ գրանցին ֆիզիկական բռնության, դա էլ չանցավ, հիմա երևի ասեցին ուրիշ ինչ անենք, որ այս թալանի թեման փակվի, անցան արդեն կարմիր գծերին, հիմա չի փակվելու, էլ ավելի է ուժեղանալու, իսկ այս ամեն ինչը, որ իրանք արել են, դրա համար բոլորը պատասխանատու են լինելու, բոլորը պատասխանատվության ենթարկվելու են։ Տարածքում կան ինչ-որ տեսախցիկներ, որոնք Այո, իմ տան դիմաց չկա, բայց տարածքում շատ տեսախցիկներ կան, որոնք որ ոստիկանությունը արձանագրել է արդեն։ Ում եք հիմնականում կասկածում։ Ես նորից կրկնեմ, սա միայն քաղաքական հաշվեհարդար է ու շատ ճղճին, որը որ էլ ավելի են ուժեղացնում, իսկ այս արարքի համար միանշանակ պատասխան տալու են։ Բացի բացահայտումներից էլ ինչպես եք պատրաստվում պատասխան տալ։ Հակահարված միգուցե։ Թողեք դա արդեն իմ անձնական տիրույթ ընթողում մնա։